Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ այս ռիթմերից հետո եւ իհարկե ժամանակն է, որ մենք միասին փորձենք նոր բաղադրատոմս գրի առնել, որով մեր ասել այս ռիթմերով գնանք խոհանոց, հետո հիշեցի, որ չէ, մենք խոհանոցում անելու որևէ գործ չունենք, որովհետև այնտեղ մեր շատ սիրելի գործընկեր Անուշն է։ Ես կասեի, որովհետև Անուշը նաև ինձ թվում է մի փոքր կնյարդայնանա, որ այնտեղ ավելորդ մարդ լինի, չէ՞ խոհանոցում, Անուշ, դու տանը հաստատ չես սիրում, երբ քեզ խանգարում են խոհանոցում։ Եթե դանդաղ են աշխատում։ Դե գիտես, մենք քեզ չենք կարող արագ աշխատենք, ուրեմն հետևաբար մենք դանդաղ կաշխատենք եւ կազդենք քո նյարդերին։ Դրա համար չենք գալիս։ Դրա համար չենք գալիս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Երբեմն այդպես լինում է, երբ տեսնում եմ, որ դանդաղ ինչ-որ բան է կողքից արվում, փորձելով ինձ օգնել, ես սկսում եմ արագ, իմը վերջացնում եմ, գնում եմ արագ, սկսում եմ դանել։ Դե ինչ հիմա ասեմ, թե ինչ ենք պատրաստում։ Նախ ուտեստ ենք այսօր պատրաստելու, շատ հետաքրքիր մածնային հիմքով։ Մեզ անհրաժեշտ է լոլիկ։ Հիմա լոլիկները պետք է կտրտենք։ Այստեղ ունենք մածուն եւ քամած մածուն եւ կրեմ պանիր, որով եւ կստանանք մեր նախուտեստի հիմքը, որի վրա պետք է լոլիկով պատրաստենք, մի փոքր տապակենք լոլիկը եւ վրան դնենք արդեն։ Արդեն հետաքրքիր է եւ շատ գեղեցիկ է եւ հոմեղ է, այո։ Իսկ մյուս բաղադրիչները, Անուշ։ Ես արդեն այստեղ պատրաստել եմ լավաշից, պատրաստել եմ չորահացիկներ, որպեսզի մենք այսպես չորահացով ուտենք։ Տան պայմաններում չիպսեր է պատրաստել։ Այո։ Վստահ եմ շատ ավելի համեղ, քան կարելի է գտնել խանութներում։ Հավատացեք, շատ համեղ է ստացվում։ Ես երեխաների համար եմ միշտ այդ լավաշիկները չորացնում եւ երբեմն երեկոյան ես ամբողջը սկսում եմ ուտել։ Օրինակ ինչ համեմունքներ ես սիրում ավելացնել լավաշների հետ։ Դե հիմա ես կասեի սխտոր, բայց քանի որ երեխաների համար է դա, միայն աղ, սև պղպեղ եւ շատ քիչ կարմիր պղպեղ։ Բայց ես նաև սխտորի փոշի եմ ավելացնում, այո, եւ ցիթայող։ Հիմա մենք թավան դնենք, արդեն տաքացել է, մի փոքր ավելացնում ենք ցիթապտղի յուղ։ Եվ կտապակենք լոլիկը ու սխտորը։ Լոլիկի հետ ընդհանրապես սխտորը շատ անհրաժեշտ է, նույնիսկ մի փոքր սոխ կարելի է ավելացնել։ Իդեպ այս ամենը կարելի է ուղղակի դնել ջեռոցի մեջ եւ մի փոքր խորովի ու սխտորը ճզմել ամբողջը խառնել։ Բայց քանի որ մենք խոհանոցում չունենք ջեռոց եւ ժամանակն էլ այո, մենք արագ ենք անում ամենը։ Այո։ Փորձում ենք այս տարբերակով։ Դե սխտորն ու լոլիկը նաև լոլիկի չրի դեպքում են շատ համատեղելի, երբ պահում են ձիթայուղի մեջ, այդ տարբերակով էլ շատ համեղ է ստացվում։ Հիմա սխտորը կճզմենք։ Ես այսպես կկոտրեմ։ Պրոֆեսիոնալ ձևով է ամեն ինչ արվում, ասեմ իմանա։ Եվ փորձում ենք, այնպես է, որ տապակվելիս արդեն հալվում է սխտորը, դրա համար այստեղ շատ անհրաժեշտություն չկա շատ մանր լինի, բայց աղցանների մեջ իհարկե ավելի կարևոր է, որ մանր լինի։ Ավելացնենք սխտորը։ Եվ մի փոքր մինչև կտապակվի, հետո մենք ավելացնենք նաև ընկույզը։ Ընդհանրապես կարող ենք օգտագործել ոչ թե ընկույզ, այլ որևէ սերմ, դդմի սերմ կարելի է ավելացնել։ Մինչև կտապակվի, մենք այստեղ ավելացնենք քամած մածունը, մոտ 250 գրամ, 300, և կրեմ պանիր։ Քանի որ նշեցիր քամած մածունը մոտավոր գրամով, ուզում եի հասկանալ խոհանոցում առհասարակ պատրաստելու ընթացքում, երբ նոր բաղադրատոմս է քեզ համար ու շատ անծանոթ, փորձում ես հետևել գրամներին, թե միևնույն է աչքաչափը հաղթում է։ Ամբողջությամբ փորձում եմ գրամով նույն ձևով անել, հետո համը տեսնելուց հետո գուցե ես մի փոքր ավելի մեկը ավելացնեմ, պակասեցնեմ, այսպես, իմ քիմքին հարմարեցնեմ, այսպես ասած։ Ես միշտ գրամներով եմ աշխատում։ Բաղադրատոմսով եւ գրամներով։ Այո։ Այդպես, երբ որ նոր բաղադրատոմս է, ճիշտ է այդպես է, որպեսզի գրամներով կարողանաս հասկանաս։ Այսօր էլ այնքան տարբեր տեսակի կշեռքներ կան, որ գրամ
Եվ կշել գթարներ, եւ արդեն այո, ունենք գթարներ, որոնք որ ուղղակի գրված է թե որքան գրամ է։ Ահա, այստեղ ավելացնում ենք կանաչի համեմ։ Կարող ենք նաև սամիթ ավելացնել, իդեպ կարող եք ուղղակի մածունով պատրաստել։ Կրեմ պանիր չօգտագործել։ Այո։ Կամ կրեմ պանիրի հետ միասին էլ օգտագործել ֆետա պանիրը։ Եվ ֆետան է շատ հետաքրքիր համ է տալիս։ Դա իդեպ մեր խոհարար, շեֆ խոհարար Սարգիսի բաղադրատոմսից ենք մենք ֆիքսել եւ շատ հաճախ պատրաստում ենք այդպես։ Կանաչին ավելացնում ենք։ Եվ ինչ ենք անում հիմա կիտրոնը պետք է քերենք։ Կիտրոնի կեղևն է մեզ անհրաժեշտ։ Եվ միայն դեղին հատվածը, որովհետև սպիտակ հատվածը արդեն դառն է լինում։ Չէ՞ գալիս։ Սա քեզնից եմ սովորել։ Իրական նկատել ես մենք խոհանոցային ինչքան գուցե փոքր թվացող, բայց գաղտնիքների ենք տիրապետում Անուշի շնորհիվ, որոնք կիրառելով այո, մեր սովորական ամենօրյա բաղադրատոմսերը էլ ավելի հետաքրքիր ու նոր համեր են ձեռք բերում, ավելի համեղ են դառնում։ Հատկապես սոուսները, երբ ես այնտեղ սկսել եմ ավելացնել մեղր, կիտրոն, նարինջի, հյութը, մանանեխ նաև այդ համադրությամբ շատ համեղ է ստացվում։ Ահա, եւ պետք է կտրենք կիտրոնը։ Ու հիմա կճզմենք, որպեսզի կիտրոնի հյութը նույնպես ավելացնենք մածունի վրա։ Այսպես։ Մի փոքր էլ կավելացնենք աղ։ Եվ կարմիր պղպեղ աղը մի փոքր լոլիկի վրա էլ ավելացնենք։ Եվ այստեղ կավելացնենք նաև կարմիր պղպեղ, որը նաև գույն կտա։ Մի փոքր կկարմրացնի։ Այսպես։ Իրականում շատ արագ պատրաստվող եւ շատ գեղեցիկ նախուտեստ է լինելու։ Հիմա կարող ենք մի անգամից դնել մեր ափսեի վրա, մինչև լոլիկն էլ մի փոքր կտապակվի։ Մեզ մնալու է ընկույզը կտրենք, ավելացնենք լոլիկին ու վերջ։ Եվ այսպես տարածում ենք ափսեի հատակին։ Եվ կենտրոնում կդնենք արդեն։ Հիմա սկսում ենք աշխատել տեսքի վրա։ Ինչը Անուշի դեպքում շատ կարևոր հանգամանքներից ու գործոններից մեկն է։ Դե իհարկե։ Գուցե տանը միշտ այդպես չհասցնենք անել, բայց նույնիսկ մեկ փոքրիկ շտրիխը կարող է փոխել ամեն ինչ։ Այսպես տարածում ենք։ Դե քանի խոսում ենք շեֆ խոհարար Սարգսի մասին, որը շատ հաճախ նաև մեր տաղավարում է լինում, օրինակ նրանից ես փոքրիկ գաղտնի բաղադրատոմս, որը նաև պատմել է մեր հեռուստադիտողներին, վերցրել եմ, որը պատրաստում էր մաղադանոսով ձիթայուղը, կանաչ։ Այո։ Եվ շատ հաճախ կիրառում է նմանատիպ նախուտեստների մեջ, որը ոչ միայն տեսքն է ապահովում, այլ նաև հետաքրքիր համային երանգ, որը շատ-շատերին կարող է զարմացնել, հատկապես եթե ունեք հյուրեր, կարող եք դուք ևս փորձել սիրելի հեռուստադիտողներ։ Իրականում շատ մոդայիկ են դարձել նույնիսկ։ Հիմա եթե նկատեք, բոլոր ռեստորաններում են կանաչ ձեթով մատուցում տարբեր տեսակի նախուտեստներ, աղցաններ։ Ընկույզը մի փոքր մանրացնում ենք։ Եվ ավելացնենք լոլիկի վրա։ Խառնենք։
մի փոքր էլ սև պղպեղ կարող ենք ավելացնել։ Գույները ավելացնել։ Կարմիր եւ սև պղպեղով։ Զգացի, որ կծու չունեինք։ Ոչինչ, ունեինք սխտոր։ Այո։ Դուք չեք պատկերացնի, թե բույրը ինչպես է հասել մեզ։ Անհամբեր սպասում ես, չէ՞, փորձելու։ Այո։ Դե բան չմնաց, մնաց լոլիկը ավելացնենք, ընկույզը։ Այո։ Ու արդեն տեղափոխենք կապսեի մեջ։ Անուշ փաստորեն դու պատրաստման ընթացքում նաև կարող ես բաղադրատոմսում այնքան իմպրովիզներ անել, որ փոխվի դառնա մեկ այլ նախուտեստ կամ ուտեստ։ Այո, իրականում այդպես է լինում։ Դրա համար, հատկապես երբ առաջին անգամ պատրաստում ես, գուցե այսպես պատրաստելու ընթացքում էլ չնայած լինում է, որ տեսեք հիմա օրինակ հասկացա, որ սև պղպեղը անհրաժեշտ է, ինչ որ մի բան պակասում էր այդտեղ։ Բայց համ տեսելուց հետո հատկապես զգում ես, որ որևէ համ ուզում ես ավելացնել կամ պակասեցնել։ Եվ հիմա ինչն է հետաքրքիր։ Տեսեք ինչ գեղեցիկ է, արդեն կարելի է, չէ՞, մատուցել, բայց իհարկե կարելի է, այո։ Տեսքի համար եւ ոչ միայն ավելացնում ենք ձիթապտղի յուղ, կարող էր այստեղ լինել նաեւ կանաչ ձիթայուղը, որը գույն կավելացնել նաև։ Եվ ավելացնում ենք նռան օշարակ։ Ես ուզում եի ասել իսկացե բալզամիկ, բայց կարծում եմ նռան օշարակը ավելի հետաքրքիր։ Մի փոքր քաղցրություն կտա, այո, եւ տեսեք ընդամենը մի քանի կաթիլ եւ արդեն գեղեցիկ է։ Ու վերջ, մնում է այսպես։ Գեղեցիկ դասավորենք մեր լավաշները։ Եվ ընկույզը, չէ, ավելացնենք։ Ընկույզը արդեն ավելացրեցի լոլիկի եւ տապակի մեջ, հասկացա։ Մենք կարող ենք այստեղ ցանկացած սերմել ավելացնել։ Եվ հենց այսպես լավաշով կարող եք վերցնել ու վայելել։ Մենք գալիս ենք, Անուշ։ Ես սպասում եմ ձեզ։ Համեցեք այսքանը։ Մնում է ասել Անուշ լինի եւ համեցեք համտեսելու։ Վայ, իսկապես շատ համեղ։ Ես համոզված, մենք այլևս չենք էլ ասում համտեսելուց հետո անպայման պետք է ասենք համեղ է թե ոչ, որովհետեւ վստահ ենք, որ համեղ է ստացվում Անուշի մոտ յուրաքանչյուր անգամ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։